Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր բլոգ, ինչպես եք, շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր մեծ ընտանիքում, եթե նոր եք միացեք, կխնդրեմ, որպեսզի բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա բլոգները, եթե հավանեք վիդեոն անպայման սեղմ մեկ լայք, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր կարծիքները, եթե ունեք հարցեր գրեք, ես մեն սիրով կպատասխանեմ, եթե չունեք հարցեր, ապա դրեք սրտիկներ, որպեսզի ձեր նկարով, ձեր անուն ազգանունով ձեզ ճանաչեմ։ Քանի որ հիմնականում ինձ շատ են Instagram-ում գրում, ես միանգամից իմ հետևորդուհիներին ճանաչում եմ, Facebook-ում նույնպես։ Արդեն որ սկսում ենք շփվել Instagram-ում կամ Facebook-ում, էլ նոր չենք ծանոթանում, որովհետև ես ձեզ եմ ճանաչում, դուք էլ ինձ եք ճանաչում։ Այնպես որ սիրուններս ակտիվ եղեք, շատ ուրախ եմ, որ միացել եք մեր էջին։ Դե ինչ, գնում ենք գնումներ կատարելու, բնականաբար նկարահանում եմ, գիտեմ, որ դուք շատ եք սիրում գնումների տեսահոլովակներ, կփորձեմ նկարահանել, եթե խանութում չստացվի նկարահանել, ապա տանը կկիսվեմ բնականաբար ձեզ հետ։ Դե ինչ, բոլորիս հիանալիորեն եմ մաղթում, ամենակարևորը խաղաղություն, առողջություն եւ երջանկություն։ Գնացինք սիրուններս։ Աղջիկներ ջան, քանի որ շուտով Հայաստան եմ գնալու, բնականաբար եկել եմ նվերների հետևից։ Նայում եմ ամաղջիկ երեխու շորիկա պետք, երկու հատ, մի հատ էլ տղա երեխու։ Հիմա այս պուպուս շորիկների մեջ այսպես խառնվել եմ իրար, չգիտեմ որ մեկը վերցնեմ, որ ինչ լավն է։ Աղջիկ երեխեքի բաժինը լրիվ ուրիշ է։ Տեսեք, մեկը մեկից լավ է, մեկը մեկից սիրուն։ Լստենեք թիթիսիկի շորերը։ Բայց շորտերի Ինչ լավն է։ Սա մաման կգա իրա պասստոլ մեկով ու բանով։ Ես սարքեմ են էփել։ Աղջիկներս տուն եմ եկել հասել, լիքը գործ ունեմ անելու, լիքը գործակուտակվել, առավոտ շուտ տանից դուրս ենք եկել եւ կարելի ասել շատ ուշ ենք վերադարձել։ Հիմա այստեղ առևտուր է, քանի որ ես շատ եմ սիրում առևտուրի վլոգներ, անցանք առաջ։ Գրում եք Աննա ջան, շատ սիրում եմ գնումներ։ Դե Աննային ինչ ա մնում անել, գնումներ անի եւ ձեր հետ կիսվի։ Ձու Անասնա գյոգի ջան գնաշխատի, կողերներ, գնումներ, ես տեսակ մակարոններ, ես տեսակ մի հատ էի կարքան դրսից է, նիկար սրմիշկան, արևածաղի երմիշել, այստեղ շատը կտեսնեք մակարոն, որովհետև եթե մեր տանը մակարոնը վերջանում է, իմ երեխեքը սոված են, շատը մակարոն է, հա, ամուսնյակս էլ հետ է ինքն էլ է մակարոնի հիվան, ինչ ուտի չուտի պետք է պարտադիր մակարոն ուտի։ Աստղանից զարգես, որ մակարոնը պարավիչ զարգես, սիրեմ եմ իքները։ Բուսայուղ։ Ճաշայնը չեմ սիրեմ։ Բուսայուղ։ Մակարոնով սուպ ընդհանրապես չեմ էփում տեսնում եք։ Բուսայուղ։ Միկածավար, ես գրեշկան ես եմ ուտում, բրինձը ես եմ ուտում։ Աղաթած ծավար, ու ծավարա, ինչ անունը։ Կեսուրս իրանով պասուստորմաներ է պատրաստում, շիրոտ է էլի լինում։ Ես տեսակ մակարոններ, ես տեսակ, սա անցանք հաջորդի։ Ամենքից 3 հատ է վերցրել։ Շեկը, աղ,
մանր լոլիկ 190 քանի ռուբլի է կիլոն կաղամբ, որի կիլոն 40 քանի ռուբլի է վարունգ, որի կիլոն 110-20 ռուբլի է, թե ավելի շատ, չգիտեմ, նկարահանել եմ, ընթացքում կտեսնեք, եթե այսօր խանութը նկարանում չեմ արել սոխ 67 ռուբլի էր, 67 էր, 68 էր, մի խոսքով աղջիկ ջանգները լավ բարձրացել է սմբուկ կիլոգրամը 240 էր, 250 էր ինչ-որ համեղ բան է սա կպատրաստեմ Անում տեսնենք ինչ եմ անում, ես ուզում ինչ-որ մսային բանով սիրուն լեցվում եմ, լտեսնենք շարունակում ենք Միատ համը տեսնենք Տերևում է, չէ տես Ինչ համուվամ Միկ Շարունակում ենք Այստեղ վերցրել եմ բդիկներ Սենց բդիկով ինչ-որ բան եմ ուզում սարքեմ Ոյ, սպասեք մի արձեղները սլվամ Ապշկից շամ Շարունակում ենք Այստեղ հացասիրուններ ջան Ընտանիքիս անդամները որ դուք եք Ձեզանից ինչ հացնեմ Այստեղ ձմերուկ, որի կիլոգրամը 150 ռուբլի էր, բայց մեզ տվեցին 130-ով Յանում թե ինչ կա դրած, վաճառողն է հայ տղամարդ էր Եզդի էր? Մի խոսքով Իրախանդում ընդհանրապես գին չկար ոչ մի բանի վրա, այսինքն եթե գին ես հարցնում, դες թռուցիկ գին ասում Ասեց 150-ա, բայց ձեզ 130-ով կտամ, դեռ էդ գրով չեմ բաժանում Ես է ձմերուկ, իսկ այստեղ սենց միատ սիրուն նկարած, երևում է, ձեզ չեմ, լավ ես այստեղ ցույց կտամ Արյունի համար Աման եմ վերցրել, վերջ ես քանն եմ մեր առևտուր այսօրվա Չէ, նվերներ առանձին տեսահոլովակ, որովհետև հենց կիսատ է, որ ներկայացնեմ, կեսը կմտածեմ իրանց մա բան չեմ առել Նո նվերներն արդեն սկսել եմ առնել Հայաստան գնալու Խանութում ցույց տվեցի մի երկու բան Այստեղ մենակ կարամ ցույց տամ Գյորգիի շորտը Սենց սիրուն շորտ ենք վերցրել Ամուսնյակից բարումաշի Շորդերի հիվանդ է Բայց լավն էր սիրուն, ես է սենց կհակնեմ օրինակ լտեսնեմ, եթե իմ հակը լինում նա տենց կառնը Ուսեմ, բանա ուտեսեք, սաղ շորդերի կա Հակավի շորդերի Այդ կինն ասում է Ես քանվերներ առնում է քու բարեկամի համար առնում, թե իրա ասում է հետո իմ Անասից ջուր էր Ինչ ջուր էր, աբան հավի ջուրն էր Մի խոսքով այդպես աղջիկ ջան, հիմա ինչը դասավորելու է, դասավորեմ հազարքեմ արդեմ, քան երեխեքս քնած են ու նորից կմիանամ ձեզ Ընթացքում դուք էլ իմ հետ կմասնակցեք Մարազիլկա կսվից սարի Ուդենք իգունա Հալա տեսնեմ բայց լավն է, ասեց կարամ կտրեմ Աղը չեղով է տալում Գյորգին էլ ասում է մենք կիսատ չենք առնում, ասում է չէ Չէ, եթե կիսատ ծախում ես կիսատ կարես, բայց կիսատ չեմ ծախը Չէ, որ ասավ կարամ կտրեմ, դու մտածիր ասում է կարամ կիսատ տամ, չէ? Այդ եմ էլի ասում Մարազիլկի տեխտա Մարազիլկեն համեմու սամիքն է Շատը համեմու սամիք է Սրպես նոր Հա, բարոզել շուց տնի սարու Չորսեցները դերիշ Սարուցը կանունի Միատես տեսնեմ լավնա թե չէ Միատ պրոբ անենք, հա? Կիսես? Չէ
Մի հատ այդ պոչի մասը հանեմ, ես սիրում եմ այդ պոչի մասը։ Այն ասում եմ հանա համտենալը, լավնա թե վատնա, մի հատ Դե մարկոսկա ճիշտ մահանա։ մեր կշտանա։ Հա։ Ես սիրում եմ այսպես որ քառակուսի հանում եմ։ Երանգյունի ոչ թե քառակուսի։ Քառակուսի։ Մենք երանգյունի ենք անել։ Այս մենք քառակուսի։ Չէ, տենց է։ Չէ կարմիր է։ Հա, հոտը լավն է։ Չէ։ Հա, լավն է, երեք ջան, հələ հանն է տենա։ Այս չոք ստեչ։ Հա, շոկոլադ, հա։ Համո՞։ Յոկ լավն է։ Շաքար։ Գնաց երեխեք ջան, կմիանանք արդեն։ Տեսնեմ որտեղ եմ միանում։ Հավաքեմ դասավորեմ ու անցնեմ գործի։ Աղջիկներ ջան, գնում ենք հողամաս, տան գործերս վերջացրեցի։ Հիմա գնում եմ տեսնեմ ինչ կա չկա հողամասում, որովհետև 2 օր չեմ գնացել։ Ուզում եմ տեսնեմ, եթե հնարավոր է, մի քանի թուփ կարտոֆիլ հանեմ, թազա տանեմ, հավի մսով էսպես սիրուն սարքեմ։ Տեսնեմ, ոչ թե նոր ցանած մարգերից, այլ հին։ Մի հատ լավ ջուր ա պետք իրանց, անհրաժեշտ է։ Կարտոֆիլները արդեն դեղնում են, այսօր նկատել եմ, գալիս ենք, ճանապարհին նկարահանելով էի գալիս, էլի մարդկանց կարտոֆիլները լավ դեղնել էր, երևի թե պատճառը ջուրն է, մեկ կամ շատ է լինում, կամ ընդհանրապես չի լինում ջուր, այստեղ ես մարգերը կհանեմ, ես դրսի էլի, բայց լկայել է աստեղ է փորձել տենալ կա, թե չէ, բայց նոր է սկսում ծաղկել, այնպես որ չի կարելի ձեռք տալ հիմա։ Ժուկերը վառվել են ամբողջովին, ժուկ չկա, իսկ կարտոֆիլի մասին է խոսք չկա աղջիկներս, մեկը մեկից ընտիր։ Եկանք, հասանք այստեղ, կերակրելուց հետո տեսնեմ ոնց են, լավ են ոնց որ, հա? Լավ են, ատենց վատ չեն, ինչ կասեք, արդեն ծաղկում են, ոնց եք, ասում են Աննա ջան, այդ ապարատ ինչի համար է, աղջիկներ ջան, սողունների, մկների, կրիսների, ինքը տզում է իրանք այդ ձենից փախնում են կիլոմետրերով հեռու։ Ոյ, վարունգները լնայեք ոնց է փոխվել երեխեք։ Լսում եք ձենը։ Այդ ձայնը չի թողնում, որ իրանք մոտիկանան։ Ելակները վերջացավ։ Ասում էին Աննա ջան, տատիկս ոնց որ ինչքան շատ են հիշում, հանում նորից դնում են, նորից ծաղկում է ելակները։ Չգիտեմ, երեխեք ջան, էլ որ ինձ սպանեն, հիմա ձեռք չեմ տա, դնեմ, թազա հանեմ, նորից շիթիլ անեմ, նորից մշակեմ, հեն անոր դրած է, բայց չկա, վերջացավ։ Թփերը կարող է կտրեմ, այս տերևները, լավ աճել էլի,
Ելակներն էլ գիտեք ովքեր են ուտում, հարևանի ակլորները, հավերը, այն օրը լուսամուտից տեսա, կանգնած սիրուն ուտում են, ես էլ սողունի մեղքը առա, ասի սողունն ա ուտում, բայց ոչ, երեխեք հլը տեսեք, ինչ եմ գտել, որ ասում ոսկու հանքում եմ հիմա գտնում, հլը նայեք, հլը ստե տեսեք, այս այ աղջիկներս իսկական օրհնությունը, տեսեք, խնդրեմ ընդամենը մեկ թփի տակին ու էս են կարտոֆիլն է, որ մենք ցանել ենք անցած տարի, ոչ թե այս տարի։ Եվ այս թուփը գտնվում էր լոբու մարգում, հալա նայեք, այս ամբողջը լոբի է, բայց իր ներսում բոլորը կարտոֆիլ են, որ չգիտեմ, շատ օրհնված ենք Փառք Տիրոջը, Փառք Աստծու, այսքան տանջանքից հետո, այսքան չարչարանքից հետո սենց արդյունք է ստանում։ Ես դեռ չգիտեմ, ստեղ ինչ կա, չկա, արդյոք կարտոֆիլը լավ է, վատ է, ընդհանրապես չեմ փորձել, որովհետև դեռ ժամանակը չի։ Բայց ստեղ էլի դեռ ժամանակը չէր, դեռ էլի երևի թե տեղ ունի մեծանալու։ Ուղղակի փորձելու համար, քանի որ նոր բանջարեղեններ են բերել այսպես դդմիկ, սմբուկ, ասացի մի հատ համով ուտես պատրաստեմ, գամ էլի մի երկու մարկ կարտոֆիլ հանեմ, տեսնեմ ինչ ձև է։ Իհարկե սա կլինի առաջինը եւ վերջինը, մեկ էլ արդեն կհանեմ օգոստոսին կամ սեպտեմբերին, այդ ժամանակին կարտոֆիլը հանում, այդ ժամանակ նոր ամբողջը կհեռացնեմ։ Հիմա ես ուղղակի փորձելու համար աղջիկներս տեսնեմ արդյոք կարտոֆիլ կա ներսում թե ոչ, որովհետև ընդամենը մի հատ ճյուղ է, երկու հատ ճյուղ է, բայց պարզվում է, որ Աստված առատորեն օրհնել է Փառք Տիրոջը, շնորհակալ եմ։ Ահա, հələ դուք նայեք, տեսեք, ես այդ թփի շարունակությունն է, հələ տեսեք, ես չեմ ու դուք եք, ինչպես կնայեք ես ամենին, ես նայում եմ որպես Աստծո օրհնություն, տեսեք, այն որ դու չգիտես ներսում ինչ է կատարվում, բայց արդեն Աստված քեզ օրհնել է քո աշխատանքի դիմաց, տոնջանքի, չարչարանքի, ահա, շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, շատ օրհնված եմ Տիրոջ կողմից, Փառք Տիրոջը, հիմա արդեն գնամ հացս պատրաստեմ, տանը կմիանամ ձեզ աղջիկներս, ստեղ էլ երեխեք ջան սող, թարխուն և ձու եմ խավակ է, հա? Բայց է Բարև ձեզ, եկեք համ սուրճ խմենք, համ ձմերը գուտենք, շատ համով է, շատ Նայ մոտ աղջիկներս այսօր թխվածքաբլիթի օր է եղել, տեսեք ինչ համեղություններ ա թխել, դեռ ես համը չեմ տեսել, մի փոքր տաք ա հովանա, նոր կհամ տեսեմ, գնում ենք մեր դրախտավայր, ծաղիկ բերելու, ծաղիկները արդեն բացվել են, ժամանակն է տուն գան Դուրը բաց եմ թողել, հա, եկա որ մկրատ վերցնեմ, դուրը բաց եմ թողել, վայ երեխեք, ես ինչ խոտ աստեղ, այն կոմը, որտեղ որ անցած տարի փայլում էր, ուղղակի տեղ ոչ մի բան տենց բերք չտվեց, դրա համար այս տարի այդքան շատ տեղ գործ չարեցի, ահա, հա ջան, հələ նայեք ինչ սիրուն աղջիկեք ջան, բայց ինձ համար լավերից լավը այս փունջն է, թող ինձ ներեն բոլոր ծաղիկները, ջարդել է, տենաս ով է ջարդել ես թուփը, հələ նայեք, ինքը արդեն պատրաստի բուկետ է,
Տակես 1 խոհանոցում ծաղիկ չունեմ, արդեն գույնը գցել է։ Մի ձեռքով եմ աղջիկներս հեռախոսը բռնում, այն մյուսով կտրում եմ, դրա համար մի փոքր անհարմար է, բայց հեսա կգնանք տուն։ Ոյ, ես մեկի վրա ես ինչքան մուրմունջ կա, մլմլի կա։ Իրան դժվար տուն տանեմ։ Ոյ, մոտս ծոկի։ 1, 2, 3, 4 Ունդեղ այդ ծաղիկներ ունեմ, կընտրենք լավերը, անես կանենք 5 հատ լինի կամ 7 հատ, ոչ 6 հատ կամ 4 հատ, բաբուշկեքը նստած են, 2 օրեր դուրս չէի գալի, ասում Անյա, ուր ես կորել, նայում եմ, նայում չկաս, ասում եմ, մանգալու եմ գնում, ասում ձենը չի գալիս, կարոտել են էլի ձայնիս աղջիկեք ջան, հիմնականում երեխեք հետ որ դուրս եմ գալիս մանգալու, այդ կոմով ման են գալիս, տեսնում այնձի, բա ասում ուր ես, ձայնը չի գալի, բաբուշկես մտածել է ինձ կորցրել է էլի, հատ լվանամ ու գնանք տուն, սիրուններս, պուպուշներս, աղջիկներս այստեղ ունենք հավի միս և կարտոֆիլ, հիմա աղեմանում համեմում եմ ու տեղափոխում եմ ջեռոց, քանի որ Գյորգին 1000-ից 1 է տանը մնում, ասեցի համեղ ուտես պատրաստեմ, որպեսզի վայելի և առավոտյան նորից գնա աշխատանքի։ Աղ ենք ավելացնում։ Ավելացնում եմ հավի համար նախատեսված պրիպրավա, որի համար ուղղակի կարելի է, չի կարելի գժվել, բայց միշտ ես օգտագործում եմ։ Սա պրիպրավան ինչ է, որ դրա համար է գժվել։ Так, ավելացնում եմ կարմիր պղպեղ, շատ կտրուկ չլինի, մի հատ ստուգեմ, չէ լավ, հետո շարունակում ենք պրիպրավաները, էսի կծուրա, կծուկ չեմ ավելացնում, որպեսզի երեխեքն էլ որոշ չափով ուտեն, միայն կարտոֆիլն են ուտում, միսը տենց մսի սիրահար չեն, սև պղպեղ, այստեղ ձկան համարը, այստեղ նորից կարտոֆիլի չունենք, այսել է կծում, խորովածի համարը նախատեսված ես մեկն եմ, ես մի փոքր բուսայուղ եմ ավելացնում, եթե միսը մի թեթև չորոտ է, իսկ եթե միսը յուղոտ է լինում, ես ջուր եմ Եթե միսը չորոտ է, բուսայուղ եմ ավելացնում խառնում, իսկ եթե յուղոտ է, ավելացնում եմ ջուր, որպեսզի լավ համեմվեն։ Ինչ անեմ, սոկ, եսա դնեմ, եսա պարատը դնեմ։
Դե ինչ սիրուններս, ամեն ինչ շատ համեղ էր ստացվել, վայելեցինք, որովհետև պատրաստել էի շատ մեծ սիրով, դուք էլ ինչ պատրաստում եք, սիրով պատրաստեք ու անհնարը համեղ չլինի։ Հիմա այստեղ լվանում եմ ամանները, ձեզ ասում եմ շնորհակալություն, որ մինչև վերջ դիտեցիք, հավանեցիք, մեկնաբանեցիք եւ բաժանորդագրվեցիք, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։ Միշտ նոր հանդիպում, բոլորիդ լիքը պաչիկներ եմ ուղարկում աղջիկներս։